քրդերն էլ ունեն։ Հայերն էլ Գորանի գիտեք ինչ է նշանակում։ Շատ Գորաններ եմ լսել, բայց հենց բառի բացատրությունը չէ, բառի բացատրությունը հիմա ես կտամ։ Գորանի նշանակումը խրատարան, Ղուրան, Աստվածաշունչ։ Հասկացաք։ Ինչքան Գորանիներ կան։ Մայրո։ Քրդերը երգում են այսօր մայրո։ Լեմայրոկե, մայրոկե, կչմայրոկե, մայրոկե։ Մայրոն, գիտեք ով է։ Քրդերը մայրո չունեն։ Մայրոն մայիսյան աղջիկներին Արևմտյան Հայաստանում, ով որ ծնվել է մայիս ամսին, համարել են մայրոներ, մայրամներ։ Վանում, երբ որ ուզում էի գնայի Վանի կղզի, նստեցինք նավը։ Նստեցինք նավը, իրանց անվտանգության ղեկավարը եկավ, ասենց հաղթանդամ մի հատ կերպար էր, քուրդ էր։ Եկավ ասեց you welcome Քրդստան։ Անգլերեն սկսեցի խոսել, ասի where is your Քրդստան։ Ասի ուր է քո Քրդստանը։ Ասես դու քրդական հողի վրա ես։ Ասի ներողություն։ Դու պատմություն գիտեք։ Ասեց հա։ Ասի մի հատ քուրդի իշխանի անուն կարած տաս ստեղ։ Ազդեցություն կա, ես չեմ ասում չկա։ Անխուսափելի ազդեցություն է։ Բայց չի կարելի մշակույթ կերտես ասես սա իրենն է, սա քրդական է, սա էսական է, մյուսնական է։ Չի կարելի նենա ջան Ես ուր ենք տանում մենք մեզ հաշիվ տալիս ենք։ Պարոն Իսպիրյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Որ ասեմ լավ եմ կհավատաս, այս ժամանակների մեջ։ Դե փորձում ենք լավ լինել ամեն դեպքում բոլորս։ Պարոն Իսպիրյան, հենց կարևոր հարցից էի ուզում սկսեինք, եւ երաժշտագետները եւ երաժիշտները շատ հաճախ քննարկում են այդ երաժշտական փոխազդեցությունների մասին։ Ձեզ համար ընդունելի է այդ երաժշտական փոխազդեցությունը եւ ձեր երգարվեստում այն որքանով է կիրառելի ձեր կարծիքով։ Սա շատ խորը թափանցիկ հարց է, որ հանրությունը պետք է ինֆորմացվի։ Վերջնականապես սրա մասին, որովհետև սա այնքան վիճելի հարց է, որովհետև պատմական անցյալի հետ է կապած հայ ժողովրդի։ Ես կաշխատեմ, որ մանրամասն ձեզ տեղեկություն տամ եւ մեր հայրենակիցներին տեղեկություն տամ, իմիջիալոց ասեմ, որ նույն հարցերը արծարծվում էր Ամերիկայում, Սակի Մուրադյան կար երևի կհիշեք առաջի այդ հեռուստակայան ունեցողներից էր։ Ինքը Ամերիկայի մեջ վերելով, զանազանելով իհարկե այս հարևանների երգերը դնելով նույն երգը եւ նույն երգերը դնելով հայ երգիչների ասում էր ժողովուրդ, տեսեք, սա հարևաններն են երգում, սա հայ երգիչներն են երգում։ Կարող ենք բազմազանել թե ինչ ժանրը, սա մերն է, մերը չի եւ Ամերիկայում պետք է ասեմ, որ ծավալուն ընդարձակություն տարածվեց այդ երկարվեստի շուրջը, եկան կոմպոզիտորներ, Մանասյանը եկավ, մյուսները եւ մի քանի երգեր իմ երգերից էին դրել համեմատաբար։ Ես էլ ներկա եղա եւ այս թեմայի շուրջ շատ խոսեցինք, մեկնաբանեցինք, բայց եկանք մի եզրակացության։ Այդ եզրակացությունը ես հիմա ձեզ տամ։ Ուրեմն նախ ձեր ծրագրում ես հանդիպեցի այդպիսի մի քննադատության, որով մեր արվեստագետ ընկերներից մեկն էր քննադատության արժանացրել այս համեմատությունը, անվանելով այս երգերը հարևաններինը, ես նախորդ ասեմ, որ տվյալ մարդուն շատ լավ եմ ճանաչում, հարաբերություններս քիչ են եղել, բայց եղել են մի քանի անգամ գործնական եւ հատուկ հարգանք ունեմ իր արվեստի նկատմամբ, հատուկ սեր ունեմ իր կատարած գործունեությունը կատարման մեջ եւ հատուկ գնահատական եմ տալիս իր ժողովրդական արվեստի մեջ սերունդ դաստիարակելու, երիտասարդներ ասպարեզ բերելու իր կատարած գործունեությունը ինձ համար ամենաբարձր գնահատականն է, որ ես անձամբ Ներսիկ Իսպիրյան կարող եմ տալ իրեն։ Հիմա անդրադառնանք ձեր հարցին։ Ես ուզում եմ մի քիչ խորը գնալ մեր պատմական անցյալին։
Եթե մենք պիտի համարենք, որ մենք 4500-ից մինչև 5000 տարվա ժողովուրդ ենք, իհարկե ըստ մի քանի պատմաբաններ կան, որ մեզ տանում են ավելի 12000 տարի առաջ, Գևորգ Հերունին եւ այդպիսի մի քանի պատմաբաններ կան, որ տանում են մեզ շումերների հետ են կապում Արմեն Դավթյանը, երբ որ շումերագետ ասում են, որ շումերների խոսքը, գիրը ավելի հայկական է եղել, արմատներով շումերները հայ են եղել։ Պատմաբաններ էլ կան, որ ասում են 5000 տարվա երկիր ենք եղել, Հայկի սերունդն ենք, Արտակ Մովսեսյանը եւ մյուսները, մի խոսքով հիներից ենք, քիչ հետո ես կանդրադառնամ դրան, բայց ես ուզում եմ գնամ վերջի 700 տարին, որ մենք պետականությունը կորցրեցինք։ Պետականությունը երբ որ կորցրեցինք, վերջի մեր թագավորությունը Բագրատունիներն էին։ Գիտեք, 12-րդ դար Բագրատունին, հետո Կիլիկիա։ Կիլիկիայի թագավորությունը ստեղծվեց 300 տարի տևեց այդպես բան, հետո կորցրեցինք։ Ուրեմն 700 տարի առաջ, երբ որ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, մենք բնիկներն էինք այդ տարածքի։ Եվ հողը կոչվում էր Հայաստան։ Օտարների լեզվով Արմենիա։ Մեզ հետ կային հարևաններ, որոնք մեր եզդի եղբայր ժողովուրդն էին, ապրում էին մեզ հետ, ապրում էին շատ ավելի Ղարսի շրջանում, նրանք այն ժողովուրդն են եղել եզդիները, որոնք իրենց վիշտը կիսել են մեզ հետ, մեր ցավը ապրել են, մեր պայքարների մեջ միշտ եղել են, մեզ հետ եղել են, եւ նրանք միշտ էլ հիմա մնացել են արևապաշտ։ Ժամանակին հայերն էին արևապաշտ, հիշում եք։ Եղել է ժամանակ։ Հեթանոս եղել են, հա։ Հեթանոս, արևին եք պաշտը, եղել է ժամանակ։ Հիմա քուրդ ասված բառը, որ ասում ենք քուրդ, մի մասը սրանց մեր եզդիներն էին, որ մուսուլմանություն ընդունեցին արմատներով եզդի։ Մուսուլմանություն ընդունեցին, մեզ համարվեցին քուրդեր։ Ինչու է համարվում քուրդ։ 700 տարի առաջ, երբ որ հայ ժողովուրդը Օսմանյան կառավարության լծի տակ անցավ Արևմտյան Հայաստանը, նամանավանդ։ Այդ ժամանակ Պարսկաստանի հյուսիսից եւ Թուրքմենստանի Պարսկաստանի արանքից, որը Թուրքմենստան եւ Պարսկաստան այդ արանքից հյուսիս էր կոչվում, թափանցեցին մուսուլման քուրդ կոչվածները դեպի Արևմտյան Հայաստան եւ թափանցեցին շատ Լենա ջան, շատ Հիմա իրանց թվականակը նայելով, թե ինչքան են իրանք այդ տարածքում թափանցեցին եւ քուրդ բառին եմ ուզում անդրադառնամ, քուրդ նշանակում է խմբակ հայերեն, խմբակներ եւ եկան կուրթիկ սարի փեշերին վրաններ խփեցին եւ հայերը նրանց անվանեցին կուրթիկցիներ, խմբակներով եկան քուրդ եւ անվանեցին կուրթիկցիներ, կուրթիկ սարի փեշերին եւ այդտենց կամած եկան Արևմտյան Հայաստան, շաղաղվեցին հայերի հետ, նամանավանդ, մուտ գործեցին Վան Վասպուրական, Բզնունիկ, մուտ գործեցին Տարոն Աշխարհ, Սասուն, Տուրուբերանով, Ալաշկերտ, Մալասկերտ, Խնուս, մինչև Էրզրում, մինչև Կարս։ Տեղավորվեցին հայերի հետ եւ այդ ժամանակ, երբ որ Օսմանյան կառավարությունը դեր մուսուլման էին, չէ, իսլամական կրոներ, նրանց արտոնություններ տվեցին շատ։ Մի գյուղի մեջ ապրում էին հայերի հետ։ Մի շրջանների մեջ, ինչպես թվարկեցի շրջանները, ապրում էին հայերի հետ։ Եվ սրանք այնքան թափանցեցին մեր հող, սկսեցին մեզ հետ կիսել նույն մշակույթը։ Մենք բնիկներն էինք, կիսեցին նույն մշակույթը, միտեղ գնում էին հունձի, վարուցանք էին անում, միտեղ ինչ որտեղ շատ չի եղել, բայց խնամիական կապեր են եղել, միտեղ աղջիկ են փախցրել, այդ պատմությունները դուք գիտեք։ Եվ փոխազդեցությունը հասկանում ինչ եք ուզում ասել, որ միասին ապրելով չէին կարող չվերցնել։ Անխուսափելի էր մշակույթի։ Բայց տարանջատել հնարավոր է, չէ՞, հայկական եւ քրդական երաժշտություն։ Հիմա ես ես դրան եմ անդրադառնալու։ Այդ ժամանակվանից մեր էթնիկ երաժշտությունը ազգագրության, որը որ մենք համարում ենք շատ հազարավոր տարիներ առաջ եղել է մեր ժողովուրդի հետ, մեր սովորություններն են
արտահայտել, ինչպես ասենք Վարդևոր, Ջանգյուլում, գիտեք։ Սրանք լրիվ ազգագրություն է կոչվում, էթնիկ։ Հիմա սրանք երբ որ թափանցեցին, մեր մշակույթը կիսեցին մեզ հետ։ Մենք երկ ունենք։ Հիմա ուզում եմ ես օրինակը բերեմ, դուք հարցեր ունեք, եթե ունեք տվեք։ Սովորական մի երգից սկսեմ։ Հանինա 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 Եսուդու հայկական մաքուր տարբերակ, չէ՞։ Նույն երգը երգում են քրդերը։ Ավելնորդ վիբրացիաներ, ավելնորդ ինչ-որ եսի մինչեր, ես հլա մի քիչ նմանացում եմ, չեմ կարող իրանց տիպիկ նման երկել, նմանացում եմ, որպեսզի դուք ինքներդ զանազանեք և մեր այնակիցները զանազանեն, և չմոռանամ մինչև երկերին անցնելը, այդ ժամանակ երբ որ քրդերը եկան և մեր ժողովրդի հետ սկսեցին ապրել մի հողի վրա, որը որ բնիկներն էին մերոնք։ Գիտեք, ցեղախմբեր եղան Հայաստանի անկախությունից հետո քրդացան, գիտեք ովքեր են։ Հիմա ձեզ ես սուրպրայզ բացեմ։ Լսել եք Մամիկոնյան տոհմ, լսել եք Բագրատունիներ, լսել եք խորխորունիներ, լսել եք ռշտունիներ, լսել եք շեգոներ, որ Սասունում էին ապրում, զազակիներ, որ Դերձումում են ապրում, սրանք բոլորը հայեր են։ Ռշտունիները վերանված կոչվեցին քրդերեն ռշկոտաներ, մինչև հիմա կան Վասպուրականում։ Խորխորունիները, որ ես Մշո Բլանուխից եմ, Ապահունյաց գավառի Շուշտանավան գյուղից, քրդերեն անվանում են Շեղաղուբ։ Խորխորունիկները կոչվեցին Խռոմեկ, մինչև հիմա կան իրենք կոչվում են Աշիրետ, մենք համարում ենք ցեղախումբ։ Այդ ժամանակվանից, երբ որ Օսմանյան կառավարությունը ճնշում սկսեց հայերի հանդեպ, սրանք ճնշմանը չենթարկվելով քրդացան։ Կամ մյուս տեղերը, Դերսիմում զազակիները, Սասունում բակարաները, որոնք Բագրատունիների մի մասն էին, թագավորական խումբը Բագրատունիների անցավ Անտիոք, մեծ հարստություն կուտակեց ընդ այնտեղից էլ անցան ուր չենք իմանում։ Բակարանները սրանք Բագրատունիների մի մասն էին։ Մամկաները Մամիկոնյան տոհմի մի ճյուղն էր, որը ապրում է Սասունի և Սասնա արանքը, որը կոչվում է Խուտ Բռնաշեն։ Սրանք բոլորը քրդացան։ Հիմա ձեր եզրակացությամբ այդ մշակույթը, որ հայերը ունեին, արդյոք նրանց հետ քրդացվեց, թե ոչ։ Դե որ իրենք վերցրել են, դա անխոս, բայց մենք պետք է մեր մոտ երկերին, հա, ես պատմական անցյալներով եմ գալիս, էլի։ Չէ, հասկանում, բայց ես գիտեմ, որ ցեղասպանությունից հետո էլ քրդացան, թրքացան։ Չէ, հիմա կամաց մի բան հարցնեմ միայն, էլի Կոմիտաս այ օրինակ վերցնում էր հայկական երգը եւ մաքրում էր, ինչի էր դա անում։ Ինչի է դա անում։ Հիմա գալիս եմ կամաց։ Ուրեմն Լենա ջան, Հանինան օրինակը բերեցի։ Զմխորոդիկ յար բաչեն պարկերը, կամին զարգերը, դոշվին բացերը, ես երկ ես սովորել եմ Հայրիկ Մուրադյանից, ակունքից, հերգին կնամ պիրը, գիկեր մարմանցուն, Վանի Բարբարա, գիկեր ու գթապեր, վարմալուր մարդուն, հարի ярար, վերջը, աշխարհս մերներ կա, ձիքի չի մնա։ Սրանք Արևմտյան Հայաստանի բարբարներով ստեղծված երգեր են, որ ժողովրդի հետ եկել է, չենք իմանում հեղինակները ովքեր են։ Հիմա նույն երգերը Զմխորոդիգյար բաղչեն պարկել է, ես Հայրիկ Մուրադյանից եմ սովորել, երգում էր Կարին անսամբլը, երգում են Մարաթուկը, երգում էր Ակունքը, բոլորը։ Երգում է նաև Շվան Փերվերը։ Իրանց քրդական երգի ամենա ես իմ ճանաչված Շվան Փերվեր, որ ասում ես ծնկի են գալիս։ Երգում է, բայց ուրիշ ոճի մեջ, քիչ առաջ որ ներկայացրեցի Հանինան մի փոքր դրվագ, ուրիշ ոճի մեջ, ուրիշ վիբրացիաներով, ուրիշ ձևի։ Որ հայ երգարարից շատ են օգտվել, դա կասկածից դուրս է։ Ես հիմա ինչի եմ անդրադառնում, Լենա ջան, սրա մասին։ Մեկը մեկի ազդեցությունը անխուսափելի է։ Որևէ մեկը չի կարող ասել, սա հայկական է, սա քրդական է։ Բայց եթե կարող ենք պահել ու երգել հենց մաքուր հայկական երևույթ։ Հիմա դու իմ երգած ազգագրական երգերի մեջ որևէ քրդական նմուշ տեսա։ Ես մասնագետ չեմ կարող պնդել, հասկանում եք։ Հասկացար։ Բայց չկա։ Ես ոչ չկա։ Հիմա ես ձեզ ասեմ, անդրադառնամ Կոմիտասին։
Կոմիտասը ինչ արեց։ Հիշում եք, Կոմիտասը ինքը հայերեն չէր իմանում։ Հայերեն խոսալ չէր իմանում Կոմիտասը, վերջում սովորեց։ Հետո սովորեց։ Հա, գնաց Արևմտյան Հայաստանի շրջանները, այն ցեղախմբերը, որոնք քրդացել էին, որոնց իրենց հետ պահել էին մշակույթը եւ արգելվում էր հայերեն ստեղծագործել, երգում էին քրդերեն, երգում էին թուրքերեն, չեմ ուզում այդ անունը տամ ստեղ, հասկացաք։ Հա, նրանց այդ բոլոր մեր մշակույթը վերցրեց, մաքրազարդեց, չէ, եւ վերադարձրեց հայ ժողովրդին։ Կոմիտասը հելան ասեցին մեր Օսմանյան կառավարության քաղաքացին է, Ֆրանսիա, դու ինչ ես սեփականացնում Կոմիտասին։ Այսպես բաներ էլ եղավ։ Կոմիտասը ստեղծել է 4000 ստեղծագործություն, մեզ հասել է միայն 1300-ը։ Այն 2700 ուր կորավ։ 15 թվականին ինչ որ վառվեց գնաց անդունդը, ինչ էլ որ կա հիմա իրենց արխիվներում է։ Անունները չտան։ Այդ որ հիմա պետություն են մեր հարևանները։ Իրանց արխիվներում է։ Հիմա Լենա ջան, այստեղից գանք մի բան։ Կամ անդրադառնամ մի քիչ պարերին։ Դե այդտեղ նմանություն կա, դա անխուս։ Չէ, անխուսափելի է, ցավը տանեմ, անխուսափելի է։ Քիչ հետո ես կտարբերակեմ, մինչև պարերին անդրադառնալը, ես մի հատ ասեմ հələ ձեզ։ Նախակոմիտաս հայը ոնց էր երգում։ Այդ քննադատողը գիտի ոնց էր երգում։ Բայց իմ պապը ոնց երգել է Արևմտյան Հայաստանի ոճով, ես գիտեմ, իրան եմ օրինակել։ Հասարակ օրինակ կարող եմ բերել երգարվեստի մեջ։ Ժողովրդական երգը երգում են Քելելաով, Մանիկ Գրիգորյանը երգեց, Ֆլորա Մարտիրոսյանը երգեց, Նունե Եսայանը երգեց, բոլորի հանդեպ շատ հարգանք ունեմ, բոլորին շատ սիրում եմ, շատ լավ երգեցին։ Քելելաով երգը ժողովրդական մոտիվը։ Քելելաո, քելերթանք մարերգիր, երթանք մարվան, երթանք մարմուշ ուսասուն, քելելաո, չէ, եւ այլն, ժողովրդական մոտիվն է։ Դուք լսել եք Արևմտա հայաստանցին մշեցին, սասունցին ոնց են երգում քելելաո։ Ես իմ պապու ոճով եմ երգում։ Մինչև Կոմիտասը քելելաո Քելերտանք մարերգիր Հերտանք ընձոր Քաղինք մատղաշ խաբարցիր Սա Արևմտյան Հայաստանի տարբերակն է մինչև Կոմիտաս Բայց էլի շատ մաքուր է Ավելորդ խաղիկներ չկան Ոչ, քարոք նոտաներ կա մեջը Որը որ քննադատեց Որը որ քննադատում էր Իրա աշխարից դուրս է Այս քարոք նոտաները իրական չեն, հնչում են որպես քրդական։ Իսկ մշո, սասնա, այդ երգերը մինչև Կոմիտաս, երբ որ օրորոցային էր երգում, գեղչկուկը, օրորոցային էր երգում, ռուհուրի, 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 ռուհուրի լաո, ռուհուրի գերի, քարոք նոտաներ են սրանք։ Էթնիկ մեր երաժշտությունն է, սա ոնց կարաս ասես քրդական, Գորանին քրդերն էլ ունեն։ Հայերն էլ Գորանի գիտեք ինչ է նշանակում։ Շատ Գորաններ եմ լսել, բայց հենց բառի բացատրությունը չէ, բառի բացատրությունը հիմա ես կտամ։ Գորանի նշանակումը խրատարան։ Ղուրան, Աստվածաշունչ։ Հասկացաք։ Ինչքան Գորանիներ կան։ Մայրո։ Քրդերը երգում են այսօր մայրո։ Լեմայրոկե, մայրոկե, կչմայրոկե, մայրոկե։ Մայրոն, գիտեք ով է։ Քրդերը մայրո չունեն, մայրոն մայիսյան աղջիկներին Արևմտյան Հայաստանում, ով որ ծնվել է մայիս ամսին համարել են մայրուներ, մայրամներ։ Հասկանում եք դուք ինչքան զուգադիպություն կա, հոտենց ասելով չի, սա քրդականա։ Հիմա անցնեմ պարերին, շատ ներողություն եմ խնդրում, Լենա ջան, մի քիչ ծավալվենք, էլի երկար խոսեք, հաճելի զրույց է։ Չէ, հաճելի զրույց է, բայց վերջում մի հատ կամփոփենք, որովհետեւ հարցերը դուր ես կպատասխանեմ։ Մշոխար պարը գիտեք դուք, տարածված մշո շրջանում առնական պար, ռազմական պար, երգում են, պարում են մշեցիկ և սասունցիկ, չէ, մշոխար, քրդերի մոտ գիտեք ոնց է կոչվում, գովընդ, մենք գովընդ ասում ենք ճկուտ պարերին, բայց իրանք ասում են գովընդ մշուխարին, իսկ ինչ է նշանակում գովընդ Լենա ջան,
Հիմա որ ասեմ կարող է սուրպրայզ գա եւ զարմանաք։ Քով ընդ։ Հասկացաք։ Մշուխը ոնց են բարում։ Կողքի չէ։ Քով ընդ գրաբառա։ Քովի։ Էսին մշուխը, բայց հայը ներկայացնում է յուրովի առնական ծանր հողից շունչ առնելով իրենք հարևանները ներկայացնում են ուրիշ ձևի իրենց ազգին բնորոշ բայց հիմա ով է ումից վերցրել ձեր կարծիքով թե ես եմ ձեզ հարցնում ով է ումից վերցրել բացատրում եմ ձեզ քով ընդ դե անունը մինչև գնացել է քրդացել է դարել է գովընդ հիմա Յարխուշտան այս բարերը կարող եք կանչել մեր Կարեն Գևորգյանին ինքը բացատրությունները տա։ Ես երկի բացատրությունները որոշ չափով տվեցի, հələ չեմ վերջացրել։ Դե հայկական բարի մասին գրքեր կան գրված, չէ՞, լիսիցիան։ Հələ նորից գալու եմ։ Յարխուշտան, որ խփում են ռազմական պարա, չէ՞, էլի հողից ուժ են առնում, ծեծում են իրար, չէ՞։ Յարխուշտան խոյի համաստեղությունն է։ Հայերը ժամանակին հեթանոսական շրջանում երբ որ պաշտել են խոյին, այդ կոտոշներով վայրի ոչխարներ, որ խփել են իրար։ Յարխուշտան հետ արտահայտում։ Խոյի համաստեղություն։ Իսկ դու գիտեք քրդերեն ոնց է կոչվում Յարխուշտա։ Չապկ։ Իրանք են ներկայացնում նույն բառը։ Ներկայացնում են նույն, ես ինչի բերեցի խոյի համաստեղությունը։ Երբ որ դու հեթանոսական շրջանում պաշտում էիր խոյին, նրանք կային հələ։ Նրանք գիտեն Յարխուշտան ինչ բան։ Կարողացա բացատրեմ մի քիչ, Լենա ջան։ Վերջը։ Մայրոկե։ Բացատրեցի։ Իրենք մայրո բառը իրանց նշանակում է հուլովա։ Հուլովա, սա ուրիշ բան է։ Կապ չունի մեր մայրոյի հետ։ Մեր մայրոն մայիսյան աղջիկներ են, որ երկածունվել իրանց մասին, բնությունը խառնվել է երկին, ինչ որ այտենց ազդեցություններ եղել են, ասենք, լաո բառը որտի է նշանակում։ Ազգագրությունը։ Մենք ունենք ազատ անունը, իրանք էլ ունենք ազատի։ Իրանք էլ ունեն ազատ։ Է գալիս ազատ։ Հա։ Վերջավորություն։ Հիմա անցնենք մի քիչ էսկոմ արդեն մեր ժողովրդական երգերին։ Ինքը մեր եղբայրը շատ երգեր է գործիքավորել, որը ժողովրդական են։ Հիմա մեջբերում անեմ ես այս երգերը։ Բայց միջև մեջբերում անելը ժողովրդական, հիշեցի, որ պիտի մի բան էլ ասեմ Լենա ջան։ Ջիվանու Երզրում երգը լսել եք, չէ՞։ Շատ վաղուց է, որ չեմ տեսել երեսը, իմ նեղել է հալս Yaman Երզրում։ Շատ փայլուն կատարում է մեր հարգարժան Թոմաս Պողոսյանը, որի շնորհիվ այսօր աշուղական եւ գուսանական երգը պահպանվեց, թե չէ կորելու երգ կարծում եմ։ Եվ երգում էր ժամանակին Լևոն Իսպիրյանը։ Աշուղ Ջիվանու շատ փայլուն կատարողներից էր։ Ջիվանու Երզրում երգը, որ թվի երգա, ցավը տանեմ։ Արձրում դուք գիտեք ինչ է նշանակում։ Արձի եւ Ռում, ռոմեացիները, որ գրավեցին Կարինը, կոչվեց Արզ Ռում։ Դա պատմական անցյալը թողենք քաղաքի։ Ջիվանու Երզրում այսօր երգում են մյուս հարևանները մեր, անունը չեմ տալիս։ Ես ունեմ դրանց բոլոր ձայնագրությունները YouTube-յան։ Երբ որ դնեմ դուք տենակ Ջիվանու Երզրումը թուրքերը ոնց են երգում կապշեք։ Լավ։ Ես չեմ ուզում խորանամ այդ շան լեզվի մեջ, ոչ էլ ձեզ ցույց տամ հիմա YouTube-յան էջերում, բերեմ այդ շան լեզուն, ասեմ սիրելի ժողովուրդ, լսեք ոնց է երգում Երզրումը։ Սասնոեղ կարվին գելե գուզանցի համզեն, երկու մաչն իր ղրգեց, գրքո ինքյոմակ բարբարա։ Նույնը երգում են դրանք, թուրքերեն։ Հիմա գամ ժողովրդական երգերին։ Այդ շատ երգերա մեր եղբայրը գործիքավոր է, Սարի աղջիկ։ Գիտեք դուք։ Գիտեմ, որ հարևաններ էլ է երգում Սարի աղջիկը։ Շատ լավ։ Հա, բայց իրաց յուրահատուկ իրենց բնորոշ են, չէ, երգում, որ մեր եղբայրն էլ այդ երգը շատ գործիքավոր է։ Բինգյոլ։ Երբաց եղան գառնան կանահաչ դա։ Բայց Բինգյոլը երգում են ասում են, որ դա հայկական է։ Ես լսել եմ այդ տարբերակը։ Բայց երգում են։ Երգում են, չէ։ Աշխարհում սիրել եմ քեզ իմ անգին իմ լույս։ Հովանես Բադելյանը երգել է, Ռուբեն Մաթեոսյանը երգել է, ինքն էլ է գործիքավորել այդ երգերը։ Երիտասարդներին տվել է երգել են։ Այս երգերը բոլորը այդ հարևանները երգում են, քրդերը չէ, այդ հարևանները հարևան չեն, մեզ թշնամիներ են։ Թշնամիները երգում են։ Հասկացաք, ինչ անենք հիմա։
ասենք սա մերը չի, նրանցն է։ Ուզում տրամաբանություն հասկանալ, դուք ուզում եք ասել, որ քրդերը վերցրել մեզանից, այսինքն մենք երգում ենք մեր երգերը։ 100% ազդեցություն կա, բայց գիտեք ինչ, հայը երգել է իր նման, նրանք երգում են իրենց ազգին բնորոշ։ Ոչ մեկ չի կարա ասի սա քրդական է, ոչ մեկ չի կարա ասի սա հայկական է։ Հասկացա՞ք։ Բայց միլիքություն կա, իրանք ասում են դա մերն է, ձերը չի։ Սխալ են ասում։ Ես մի պատմություն եմ ուզում ասեմ։ Ես ինձ բախտ վիճակվեց գնացի Արևմտյան Հայաստան։ Վանում, երբ որ ուզում էի գնայի Վանի կղզի, նստեցինք նավը, իրանց անվտանգության ղեկավարը եկավ, ասենց հաղթանդամ մի հատ կերպար էր, քուրդ էր։ Եկավ ասեց you welcome Քրդստան։ Անգլերեն սկսեցի խոսել, ասի where is your Քրդստան։ Ասի ուր է քո Քրդստանը։ Ասեց դու քրդական հողի վրա ես։ Ասի ներողություն, դու պատմություն գիտեք, ասեց հա, ասի մի հատ քուրդ իշխանի անուն կարաս տաս ստեղ, մի հատ քուրդ իշխանի անուն տուր, քուրդ թագավորի անուն տուր, որ Վան Վասպուրականում կամ Արևմտյան Հայաստանում եղել է, կարող ես անունը տալ, ասի Ուրարտական թագավորության ժամանակ, ասի առաջի թագավորը ով էր, անգլերեն եմ խոսում հետը, ասենց է շացած նայում է երեսիս, Արամե թագավոր, Արամե երկրորդ, միջև եկա Ուրարտացիների բոլորի անունները տվեցի, ասի սրանք բոլորը հայեր են, դուք ուր էիք, դու ո՞նց ես ասում Քրդստան։ Բայց կա ցավալի իրականությունը, հիմա իրանք են այնտեղ ապրում։ Հա, հիմա ինչ անենք։ Չեմ ասում չասենք չենք ապրել, բայց հա, ապրում են, ցավը տանեմ, մեր հայրենիքում ապրում են իրենք։ Ասենք Արևմտյան Հայաստանը չի եղել։ Չէ, պետք է ասենք։ Արմավիրն է իր գյուղերով։ Իսկ ասեմ ինչքան էլ ասենք ցավը չի թեթևանում հաստատ։ Հա, հիմա գիտեք ինչ, մենք եկվորներին մշակույթ ձևավորենք, մշակույթ տանք։ Դե արդեն վերցրել են, առանց հարցնելու։ Դե որ վերցեն, բա մենք չենք ասում։ Երբ որ վերցրել են, սա ուրիշ բան։ Վերցրել են, բայց մի քիչ կրդացրել են, թուրքացրել են։ Քրդական է։ Ինչի ենք ասում սա։ Չէ, չենք ասում, նայեք, քրդերը վերցրել են, բայց մի քիչ հարմարեցրել են իրենց։ Ինչ որ խաղիկներ կան, որ բնորոշ են հենց քրդական երկերը։ Բրավո, թուրքերի քրդական մուղամին։ Հետո ես լսեցի տվյալ եղբայրը արժանացրեց, որ ներսիկի երկած երկերը սենց օտարամոլ են։ Հիմա ես ուզում եմ օրինակ բերեմ, այդ հայոց մայրերն է օտարամոլ, Ղարաբաղն է օտարամոլ, Կարոտ Պետոն են օտարամոլ, Պիտ Պաշտպանեմն է օտարամոլ, Տունիմ հայրենին է օտարամոլ, այդ ո՞ր մի երկի մեջ է օտարամոլ։ Եթե ազգագրական էթնիկ երկեր կան, որ ես եմ գրել, ես 70-ից ավել երկեր ունեմ գրած։ Այս սարերը մուշմուշե ярով կաներ նախանձորքացի։ Գերչական երկերի մասին է խոսքը։ Հա, հետ էս գերչական բոլորը երկում են նրանք։ Ես իմ հորեղբորից, իմ պապո Տիգրանից եմ սովորել ու իմ պապե Ներսոյից եմ սովորել, փոքր եմ եղել։ Այս երկերը երգում էին իրանք հայերեն։ Իսկ կան ինչ-որ լադեր, որոշակի լադեր, որոնք ապացուցում են, որ դրանք հայկական են կամ քրդական են կամ թուրքական։ Նայեք, ձեզ ասեմ, լադերը հունական են։ Լադերը հունական են, յուրաքանչյուր աշխարհի գտնվող երկիր ունի իրեն համահունչ լադերը, բայց եթե ուզում եք բանը լադերը 7 հատ են։ Դրանք հունական, ես կոնսերվատորիայում ավարտել եմ, ուսումնասիրել եմ։ Հիմա, երբ որ ճապոնացին երգում է, լսում ես իրա ոչն է, չէ, ճապոնականը։ Չինացին երգում է ճինճանչու, ես ինչ բան, ասում ես իրա հոգին կա մեջը։ Բայց տվյալ շրջանում, երբ որ ինքը ազդեցություն ունի քեզնից, վերցրել է եւ իրա ոճով սենց ավելորդ վիբրացիաներով, բանով այտենց երգում է։ Ես ինչ անեմ, ասեմ, իմը տվել եմ իրան, իմ պարերը, իմ երգերը տվել եմ իրան։ Հետո գիտես ինչ կա, մի քիչ սազական չի։ Մենք այս հարցերի շուրջ ընկնենք, էլի, խոսենք, ասենք, որ ինչի ձևավորենք մշակույթ, եկվորին։ Մեր թշնամուն, թուրքին, ինչու ձևավորենք մշակույթ։ Դրանք մերն են, դուք ոնց եք բացատրում սրա, ոնց եք տեսնում։ Երկրորդն է, եթե ասենք իմ երկած ազգագրական երկեր միշկան երկեր, որ ես եմ գրել։ Սասն ու սարեն ճուրգիկը գթապ է վրքարուկր, հելիլաոպ չեզուրն են բրնինք պարինք մշուխր։ Սրանք իմ գրած երկերն են, ինչպես բացատրեցի սարերը մուշմուշ է, վերջը տենց շատ երկեր ունեմ ես գրած։ Սրանք մոտիկ են հարևաններին։ Հարևաններին մոտիկ են, որովհետև ես երգում եմ իմ պապու Արևմտյան Հայաստանի ոճը։ Այդ ոճը կոմիտասից առաջ ոնց որ երգել է օրորոցային գեղջուկը, նախքան մաքրել է երգեր նկատի ունեք։ Հասկացաք, հետո մաքրելն էլ դա հարաբերական է։
Հարաբերականը։ Հիմա անդրադառնանք նորից մշակույթին։ Կդարեք մի բան ասեմ նախքան մինչև կշարունակենք, ես գիտեք ինչ որտեղ ես չեմ ասում այդ վեճում ով է ճիշտ, ես չեմ կարող ասել, դա կասեն երաշտագետները։ Դա կարող են ասել երաշտագետները, բայց բծախնդրությունը պահել հայկականը մի քիչ ավելի մաքուր, շատ ավելի մաքուր, ես հասկանում եմ, որտեղ հիմա հարևանները որ տեսնում են ինչ որ բան, նույնիսկ ինչ որ ելևեջ իրանց երկից կամ մեր երկի մեջ միանգամից ասում են, տեսեք մեզանից են գողացել։ Այնինչ իրենք են մեր մշակույթը վերցրել, մենք նույնիսկ չենք կարողանում դա ապացուցել։ Բայց ես հիմա ինչի համար չեն կարողանում ապացուցել։ Դե նայեք, հիմա ասենք ժողովրդական երգի մասին են խոսում, բայց օրինակ ռաբիզին անդրադառնանք, չէ՞, այնքան ռաբիզ երգեր կան, որ հենց նույնությամբ վերցնում են, թարգմանում են հայերեն, եւ արդեն չենք էլ կարողանում առարկել։ Փաստը մնում է փաստ, առաջին երգել են հարևանները։ Հա, ես չեմ ուզում անդրադառնալ։ Կարողանում են իրենք ասել, որ գողացել են ձերով։ Հա, հասկանալի բան է դա։ Ես չեմ ուզում անդրադառնալ ռաբիզին, բայց հենց քո ժողովրդին նայի, հանրությանդ նայի։ Ինչ պահանջում է, դա էլ երգում են իրենց համար։ Բայց մենք երգել ենք հայրենասիրական երգեր, երգել ենք էթնիկ երգեր, պարեր ենք մեր պարեր։ Ես իմ հարապոյի հարսանիքը սաղ մեր պարերով եմ արել։ Սաղ մեր պարերով եմ արել։ Հիմա ուզում եմ նորից էլի խորանամ մշակույթի մեջ։ Հիմա նայեք, եթե այս երգերը հարևանների ելևեջներով են, Իսպիրյան Ներսիկի երգերը, ինչի էր մեր եղբայրը գործիքավորում։ Լեռան լանջին երգը երգում եմ ես քառորդներով։ Հասկացա՞ք, քառորդ նոտաներով։ Եկեք գնանք հայ աղջիկներ, հասնենք այնտեղ Սիմ լեռան, ազգի պաշտպան ֆեդայիներ, մեզի համար քուն մատան, քառորդ նոտաներ կա մեջը։ Հասկացաք, Թոմասի խումբը, հարգանքներս իմ ընկերոջը Թոմասի, բոլոր գործիքավորումները արեց մեր եղբայրը, տվյալ մարդը, անունը չեմ ուզում տամ, ինքը արեց Լեռան լանջին, հելիր Գևորգ, հելիր դու հուշմանդ շատ է, այդ վերջում էր ես մի քանի տարի առաջ, գնացի Սայաթնով անսամբլ, ասացի, Թոմաս ջան, ասացի, մի հատ լավ երգ ունեմ, Գևորգ Չաուշի մասին է, երգը գրել ենք ես ու հայրս, Խոցված հրտոման եմ գալիս ու սահատ, լեզու արեք, խոսեք լերներ, ձյունապատ, քառորդ նոտաներ կա մեջը։ Թոմասը կանչեց մեր եղբորը, ասեց, լսի ասեց, սա ասեց գործիքավորի։ Ու ես եկա, անցավ մեկ ամիս ու կես, գնացի նորից Սայաթնովա, մեր եղբայրը մոտեցավ ինձ ասեց, Ներսիկ ջան, Իսպիրյան ջան, գործիքավորել եմ երգը, շատ լավ է եղել, Թոմասի մոտ է, արդեն դուք որոշեք երբ եք հանձնելու ժողովրդին։ Ինչի էր գործիքավորում, քրդական էին դրանք։ Սա էլ միտեղ։ Ես լսելով ձեր հարցազրույցը, ասվեց, որ քննադատության արժանացվեց, որ Հայաստանում զուռնա նվագող չկա։ Էդ ով ասեց չկա։ Գևորգ Դաբաղյանը զուռնա չի նվագում։ Պրոֆեսոր Դուդուկի ակադեմիկ Գևորգ Դաբաղյանը զուռնա չի նվագում, զուռնա Բայց շատերն են նվագում, թե։ Հիմա ես կասեմ, կանդրադառնամ դրան։ Իրա նվագացի մեջ քրդական երևեջներ կան, ինքը ասում է զուռնա նվագող չմնաց Հայաստանում։ Կամո Սերյանյանը զուռնա չի նվագում։ Մեր ավիկը բլուլահար, որ նվագում է ամբողջ օվին բնությունը։ Իրա նվագացի մեջ բնությունը, բլուլ որ նվագում է ավիկը։ Եվ բազմաթիվ Արտուր Պետրոսյանը, մյուսները լավ երիտասարդներ են, դրանք զուռնա չեն նվագում, քրդերեն են նվագում, ասում Հայաստանում զուռնա չմնաց։ Եվ ասեմ, որ Եղիշի կանոնով մի կլարնետ նվագող կա հիմա Երևանի մեջ։ Ինքը շատ բարձր որակի երաժիշտ է, շատ բարձր որակի։ Իրա եթե նվագակցությունը լսեք ժողովրդական, այնքան գեղեցիկ է նվագում, նույն Գևորգ Դաբաղյանի ծնունդին նվագեց եւ մենք ապշեցինք։ Բայց դուք գիտեք, ես չգիտեմ։ Չէ, մի րոպե։ Նույն մարդու կողմից քննադատության արժանացվեց, որ գիտեք հարևանների բանովա ոճովա նվագում, էսկոմ, բայց ինչի դու չես գնահատում իր ժողովրդական նվագակցությունը։ Դրա հետ մեկտեղ ինքը կարում է տիրապետի նաև արևելքի ոճը։ Դու ուրախացի։ Բայց ճիշտ է արևելքը այստեղ ներկայացնել։ Օրինակ միջոցառումների ժամանակ։ Ինքը չի ներկայացնում։ Իրան գալի ասում են, երկի ինքը նվագի, ինքը ընտանիք է պահում։
ասում են, «Էս ենք ուզում», ինքը հետ է ներկայացնում, բայց երբ որ իրան լսում ես ժողովրդական մոտիվ է, ջանը փուշ-փուշ է լինում։ Շատ գեղեցիկ է նվագում։ Բայց այս սկզբունքայինությունը բանտանիք փայլով շատ բան կարելի է արդարացնել։ Հա, բայց երբ որ ինքը իր հանապազորյա հացը դրանով է վաստակում, ասենք ինչ որտեղ իջելա ու կընտրի մակարդակին։ Բայց ախր Ռաբիզն էլ են դրանով վաստակում է, ես դա չեմ ասել, բայց ինչի՞ չես անդր, հա ճիշտ ես դու Լենա ջան, ես էլ եմ ասում ճիշտ եք, բայց ինչու՞ չես անդրադառնում հանրությանը։ Ինչի ասեց։ Եթե ճիշտ ներկայացվի, հանրությունը լավը կլսի, ես վստահ եմ դրան։ Այնքան ծավալուն է, հասկացա՞, այդ քննադատությունները պետք չի, եկեք ուրախանանք, որ հենց արևելքի ոճը Եղիշիկը իրանցից լավ է նվագում։ Ներկայացնում, բայց դրա հետ մեկտեղ, այո, դուք ճիշտ եք ասում։ Պետք է լինի մերը, պետք է պահենք մերը։ Ախր մենք մերը պահելու խնդիր ունենք այսօր։ Բոլոր ոլորտներում ազգայինը պահելու խնդիր չունենք։ Okay, Լենա ջան, ճիշտ է, ով է մեղավոր։ Եվ ազգային այդ առաջին բաղկացուցիչը, որ նստած ամերուղեղում, դա հենց երաժշտությունն է, երգն է։ Ճիշտ է, ով է մեղավոր։ Քիչ առաջ մենք խոսում էինք այդ երգերից, հարևանների, հա։ Այսօր ակունքում կա մի երգիչ Սարգիս Բաղդասարյան, ալեհեր, մեր հոպոն, որ մենք շատ ենք սիրում իրան։ Իր երգած բոլոր երգերի մեջ քառորդ նոտաներ են։ Արևմտյան Հայաստանի Սասունի Մուշի Մեմզարեա երգում, Քելելաոյա երգում, Գորանիա երգում, բոլորը քառորդ նոտաներ են, ասենք քրդական են։ Այս վերջերս խնդիր ունեցավ մեր շատ սիրելի մեծ կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Արցախ։ Դատերի մեջ էր, բայց կարողացավ դատը շահեր։ Զարթնիր լավո երգը, այդ հարևան մեր թշնամիները անունները չտամ այդ շների։ Վերցնում են իրաց ֆուտբոլի կոմանդի երգ էին ուզում անեին։ Եթե մի քիչ պայքար չներ, վերցրել էին, սեփականացրել էին։ Լենա ջան, պայքար եղավ չգնաց այդ երգը։ Դե տեսնեք դա ինչ օրինակ է, որ եթե մենք պայքար ենք մեր ունեցածի համար, դա ինչ է նշանակում, Լենա ջան, ինչ է նշանակում դա։ Մենք ասենք, ելենք փնովենք իրար, քննադատության արժանացնենք, ձևավորենք իրանց մշակույթը, ասենք սա նրանցն է, քրդական է, կամ այդ շներինն է։ Մենք ունենք իշխանապար Տիգրանակերտի շրջանում ասորիները, որ ապրում էին։ Կարեն Գևորգյանին հարցրեք, գիտակա ինքը բարի, կասի, մի օր հրավիրեք էլի։ Վաղամերի Կինոսյանը, որ իմ շատ սիրելի ընկերս էր, հարգանքները սիրել, լույս իջնի իր շիրիմին, իշխանապար ենք ներկայացնում, ակումբներ ալ ներկայացնում, մարաթուկներ են ներկայացնում, հիմիկվա ազգագրական բոլոր խմբերը ներկայացնում են։ Իշխանապարը ներկայացնում են նաև ասորիները։ Նույն ձևի ոչ մի տարբերություն չկա։ Հələ ինչ որտեղ մեր մշուխր Յարխուշտան կամ մեր երգերը, ասենք քրդերը մի քիչ իրանց ոճով են երգում։ Իրանց հատուկ։ Հասկացա՞ր։ Իրանց ձևով այդ վիբրացիաներով ես իմ ոչ մեզնից դուրս է դա։ Իրանց ոճով, բայց իշխանապարը նույն ասորիները ներկայացնում են նույն ձևի, կոչմա Շեյխանը։ Իրանց բարը։ Հիմա ինչ անենք, ասենք, չնայած ասորիները գիտեք դուք պետականություն ունեցող ժողովուրդ են եղել, մշակույթ ունեցող ժողովուրդ են եւ շատ վաղուց հայրից էլ կարելի ասել, որ ավելի հին պետականություն են ունեցել։ Հիմա այս երգերը, այդ բոլոր իմ թված ժողովրդական երգերը, բոլորը ինքը գործիքավորել է, ասենք նրանցն, հա։ Հիմա գամ այդ ադրբեջանական կոչվածներին։ Բոյիտ բուսիտ մատաղ ջեյրան 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 մետակ գիտեք ես երգ Աշոկ Շերյան Զենաբ Խանլարովան երգում էր այդ ցավտանը Ավտանդիլը այդ իրանց այդ գարմոնիստը իրանց ամենաուժեղ նվագողն էր Ես հիշում եմ խորհրդային տարիների ժամանակ նվագում էին սրանք Ինչ ասենք Լենա ջան, ասենք ադրբեջանական են մի օրինակ էլ բերեմ Հերակլ Թագավորը երբ որ Սայաթնովային կանչեց Ասեց Աշուխ, արի երկի մի հատ ձայնդ լսեմ սաղ Թիֆլիսով մեկ, համբավը տնկած է, դու հաղթել ես աշուղական ես, ինչ ես ինչին վերջ։ Գիտեք ինչ է ներկայացնում։ Սա փաստեր է որ ասում եմ։ Սայաթնովան ներկայացնում է պարսկերեն բառերով, պարսկերի երաժշտությամբ մի երգ։ Եվ Հերակլը թագավորը ապշում ասում է սրանից հետո դու պիտի մնաս արքունիկում եւ քո երգը պիտի հնչի մեր պատերի տակ։ Մեր թշնամիների բարբարով ավելի շատ երգեր ունի գրած արաբերեն թշնամու բարբարով, քանց հայերեն։ Մեր Սայաթնովան։ Եվ այս վերջերս վրացերեն թուրքերեն ես գիտեմ։ Վրացերեն, թուրքերեն, դե թշնամի բարբար որ ասում եմ էտա։
Երևի ամենակիչը հայերեն է ստեղծագործել, արաբերենն է գրել ինքը, պարսկերեն։ Բայց ամենասիրունները հայերեն են։ Դե բնական է։ Բայց էլի ազդեցություն կա։ Խաղիկների ազդեցություն կա, չէ՞ արևելքի։ Հիմա թողենք մի կողմ։ Ուրեմն մի քուրդ երգիչ, Փուրան Չաչան անունով։ Երգում է Սայաթ Նովայի քանի Վուրջանին։ Իրենց բառերով Լենա ջան։ Բայց ասում որ Սայաթ Նովան հեղին։ Չի ասում, երգում է իրենց բառերով։ Հասկացա՞ր։ Հիմա նրանք պիտի հելնեն ասեն, սա մեր երգն է։ Հասկացա՞ր։ Եվ հավատա որ այդ հարևանները դե չեն ուսումնասիրում Սայաթ Նովանովա կամ Միսնովա կամ Աշոկ Շերամնովա կամ Միսնովա։ Երգում են այդ երգերը։ Սեփականացնում են։ Ասենք իրենց նա գալիք սերունդ կգա, որը որ էլ չի լսի Սայաթ Նովա, Աստված մի արածցե։ Եվ այդ երգը լսի կասի նրանց და եւ նրանք էլ կասեն որ սա դուք մեզանից գողացել եք ինչպես 700 տարի առաջ այդ մեր ազգագրական էթնիկ երկարվեստն է ես չեմ ասում ազդեցություն չկա ազդեցությունը անխուսափելի է միասին են եղել միտեղ են ապրել եւ 1915 թվականին 4 միլիոն մենք ենք եղել 4 միլիոնն էլ հարևանները մենք կոտորվել ենք ջարդվել ենք մնացել ենք ինչքան իսկ իրանք տեսեք արդեն 30-40 50 միլիոն են դարձել Բայց քանի որ մենք մնացել ենք այդքան քիչ ու կղզիացած մեր թշնամի պետություններին կողքին, ես հասկանում եմ երաժշտին ինքը ուզում է ավելի մաքուր պահենք։ Ու չթողենք օտարազդեցությունները ավելի շատ լինեն, որ մերը տարբերակ ենք։ Ճիշտ ես ասում, Դենա ջան, շատ ճիշտ ես ասում։ Հիմա ես ինչի այդ օրինակները բերեցի, ինչի այդ երգերը բերեցի։ Դրդո ենք երգում։ Դա ժողովրդական, ասենք տարբեր դրդո, գիտեք ես։ Բայց մեր պապերը տես չէին երգում դրդո։ Երգում էին դրդո Քառորդ նոտաները Գեղի բոլոր մանդր փուշե Գեղի միջի յարնան ուշե Yaman դրդո Որն էր քեզ հարազատ Անկեղծ Չէ, գիտե երկու տարբերակն էլ իսկապես սիրուն էին Բայց այս իմ երկած տարբերակը նախակոմիտասը Եվ քառորդ նոտաներ կա, որը որ մեր եղբոր ականջին հնչում է կրդերեն։ Չէ, ինձ թվում է, այստեղ հարցը ոչ թե այդ նոտաները օգտագործելն է, այլ երևի ոճի, կոնկրետ ձեր չէ, ընդհանրապես ոճի կատարողականությունն է։ Հա, բայց գիտեք ինչ, ինքը շեշտում է, որ տվյալ երգիչի երգերը, որը իմն է, քրդական է։ Հասկացաք։ Ինքը կարծեմ ասած ելևեջներ կան ինչ որ։ Չէ, ելևեջները շատ վիճելի է։ Շատ վիճելի է։ Ողորմած հոգի մգրոներ երգում, ակունքում են երգում, Սարգիս Բաղդասարյանին որ լսեք, լրիվ այդ ոճով է երգում։ Չի կարելի այդպեսի բան ասել։ Լենա ջան։ Դա շատ վիճելի հարց է, երկրորդն էլ մենք մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, էլի։ Այսքան աղբի մեջ հասկանում ես ինչ եմ ասում, երկարվեստի այսքան աղբի մեջ։ Մնացել էր որ ես ու իմ արվեստագետ ընկերն էլ ինքը հարցներ ես էլ պատասխանել իրա։ Ճիշտ էր դա։ Ես կյանքում անվանական չեմ խոսա, անուն չեմ տա, բայց ես կյանքում կարծեմ բոլորը արդեն գլխին կան։ Բայց ես կյանքում Լենա ջան որևէ մեկին չեմ դատի։ Գիտեք, արվեստագետների մեջ լինում են երբեմն եւ տարակարծություններ եւ տարաձայնություններ, կարծում դա ավելի ընդունելի տարբերակ է։ Ընդունելի տարբերակ է, երբ որ առողջ է լինում։ Երբ որ առողջ ես ստացվում։ Դե մեր ֆորմատ չի տալիս, թե չէ ես ձեր երկուսին կհրավիրեի, դուք միասին կվիճեիք, դա եւ կարծում եմ ավելի ճիշտ կլիներ եւ ավելի անկեղծ կլիներ, թե չէ այսպես ինքը ձեզ դուք իրեն։ Գիտես ինչ կա, եթե սա վեճի տանենք մենք, մշակույթ ենք կերտում հարևաններին։ Հասկացա՞ր։ Ինքը իր խոսքին պիտի մնա, ես իմ խոսքին իմ փաստերին, ինքը ինչ որ բաներ պիտի բերի օրինակ, ես պիտի օրինակներ բերեմ։ Վերջով ես որ կոնսերվատորիա ավարտել եմ, 87 թվականին ընդունվել եմ Հայաստանի Պետական կոնսերվատորիայում, ավարտել եմ 92 թվականին։ Ես այս հարցերը քննարկել եմ իր ուսուցիչների հետ։ Իմ ուսուցիչը եղել է Արզանց Ոսկանյանը, կոմպոզիտոր, որին մեծ բան եմ պարտական, ինձ հոգևոր երգեր էլ է սովորեցրել։ Ինքը կոնսերվատորիան, որով ինձնից շատ դուրս էր, եւ սովորեցրեց ինքը ինձ հոգևոր երգեր։ Հասկանում եք, իր ուսուցիչների հետ եմ քննարկել։ Գրիգոր Հախինյան, Արզանց Ոսկանյան, Մարգո Բրուտյան ժողովրդական բաժնի պետ, Հովանես Բադալյան, Խաչատուր Ավետիսյան, բոլորի հետ քննարկել եմ ես այս հարցը։ Եվ բոլորն էլ եկել են, որ բնիկների
կուլտուրան եկվորները վերցրել են։ Սենց բան չի կարա լինի։ Ազդեցություն կա, ես չեմ ասում չկա։ Անխուսափելի ազդեցություն է։ Բայց չի կարելի մշակույթ կերտես ասես սա իրենն է, սա քրդական է, սա էսական է, մյուսնական է։ Չի կարելի Լենա ջան, այս ուր ենք տանում մենք։ Մենք մեզ հաշիվ տալիս ենք։ Չէ, դուք այդ հատվածները մեջ բերեցիք, բայց հարցազրույցը շատ ծավալուն էր։ Կյանքում ես որևէ մեկին չեմ դատել, որ ասեմ, գիտեք ինչ, սենց, նույնիսկ ռաբիզներին, որ ասենք այդ մարդիկ էլ իրանց հանապազորյա հացն է վաստակում։ Բայց ամբողջ դաշտը գրավել են։ Չէ, այդ հաց վաստակել է, պատճառաբանություն չի կարծում։ Պատճառաբանություն չի, հետդ եմ, կողմնակից եմ։ Եթերներում ինչ ես տեսնում դու։ Այսքան ժամանակ հայնասիրական երգ լսում ես դու եթերներում, շատ պասիվ։ Հայաստանի անկախություն անում նոր հիշում եմ, որ Ներսիկ Իսպիրյան դնեն, մայիս 28-ի կամ սեպտեմբեր 21 կամ ինչ-որ բան։ Դու լսում ես, հետո ումն ես մեղադրում։ Դե եթե հաշվի առնենք մեր օրերում ազգային դեմ ինչ պայքար է, դուք սպասում եք որ եթերում ազգային երգ լինի։ Ցավը տանեմ, որ եթերը նայում ես, որ ռադիոն նայում ես, այդ ցավը տանեմ ում դեմա պայքարը։ Հələ տեսեք ինչ է կատարվում։ Եկեղեցի, ես իմ ինչ։ Իսկ ձեզ այսօր ինչն է ամենաշատ անհանգստացնում Հայաստանում տեղի ունեցածից։ Ես չեմ կարող այդ քաղաքական բաների մեջ մտնեմ, ես արվեստի ներկայացուցիչ չեմ, բայց ընդհանուր ժամանակները այսօր, ընդհանուր ինչ որ այսօր տեսնում ենք, ինչ որ կատարվում է մեր ժողովրդի, մեր հայրենիքի հետ, սա անհանգստություն չի, Լենա ջան։ Եթե հայ ես, մեջդ կա մի փոքր հայի ոգի, հայի արյուն, անհանգստությունը ցավը տանեմ, բա Արցախը կորցրեցինք, չենք իմանում ապագան ինչ է լինելու։ Անհանգստություն չի, մնացել է իրար Սեբաստիան ջարդենք փշրենք իրար։ Իսկ ձեր ազգային հայնասիրական երկն է մնացել, էդ էլ եկեք տապորենք։ Իսկ ամենահիշարժան այցը հիշում եք ձեր Արցախ։ Այն ժամանակ։ Ջենեսիսը մի մայիս 28-ին պատերազմից առաջ, հենց Ջենեսիսը կազմակերպեց Արցախում մայիս 28-յան համերգ, ներկա էին 30,000 մարդ, Լենա ջան։ Եվ վերջի համերգն էր Ստեփանակերտում, հրապարակում։ Վերջի համերգն 30,000 մարդ եւ երգեցինք ես, Արաբոն եւ աղասը Իսպիրյաններով։ Վերջի համերգը երգեցինք ու մի տարի հետո ես պատրաստեցի 60-ամյակի համերգը Համալիրում, ներկա էին մոտավորապես 12,000 մարդ, 13,000 մարդ։ 2 օր հետո Արցախը տրվեց։ Դուք պատկերացնում եք այդ համերգը ես կերքեի, եթե Արցախը իմ համերգից մի օր առաջ տրվեր։ Դուք պատկերացնում եք ինչ էր լինելու իմ վիճակը։ Աստված երեսներից նայեց այդ համերգը արեցինք, 2-3 օր հետո Արցախը հանձնվեց։ Ասում եք հիմա ինչ է ժամանակների մեջ ուրախ լինենք, հա։ Իսկ որևէ նոր բան գրել եք դրանից հետո։ Նոր երգեր կան, Լենա ջան։ Նոր երգեր կան, աշխատում ենք նամանավանդ հայնասիրական երգեր, որ մենք Իսպիրյաններով երբեք չենք լռելու։ Մինչև վերջ երգելու ենք ազգային հայնասիրական երգերը, մինչև տեսնենք այս ժամանակներից դուրս գանք, թե ինչ ձևով դուրս կգանք, ինչ կանենք, չենք իմանում։ Մենք մեր խռամաթի մեջ կռվելու ենք մինչև վերջ։ Ինչքան էլ քննադատեն, դուք գիտեք, շատ են քննադատում մեզ, շատ են փնովում մեզ։ Դուք գիտեք ովքեր են փնովում, ովքեր են քննադատում։ Բայց մի քիչ ուզում եմ հայնակիցները առողջ դատեն, առողջ հասկանան, թե մենք ինչ երգեր ենք երգում։ Այս ժողովրդին մեր երգածը պետքա թե չէ։ Նամանավանդ այսօր պատերազմը չի վերջացել։ Թուրքը ջերմուկից 5 կիլոմետր է հեռու։ Սյունիքում մի քանի մետր են հեռու մեզանից։ Սևանա լճի ավազանում մի քանի մետր են հեռու մեզանից։ Դուք հասկանում եք այս երգերը ոնց են օդի ջրի պես պետք մեր ժողովրդին։ Դե եկեք էդ էլ փնովենք էլի։ Մի հատ Իսպիրյաններ են մնացել այդ երգերը երգում են։ Եկեք տապորենք, մասանենք, եթե վերջացնենք։ Կարծում եմ, որ համով հարցազրույց ունեցանք։ Շնորհակալ։